Հաջորդ հարցը. շատ եմ լսել բժշկության հետ կապված հետևյալ մեկնաբանությունը, որ երբ աղոթում ես բժշկության համար, դու պետք է հավատաս եւ ընդունես բժշկությունը չնայելով իրավիճակին, եւ հաճախ բժշկություն տեղի չի ունենում, քանի որ չենք ընդունում այդ բժշկությունը։ Ինչ է սա նշանակում։ Դե, ինչ է դա նշանակում։ Միշտ էլ կարելի է աղոթել ու աղոթելուց հետո, եթե բժշկություն չի լինում, մեղքը գցել հիվանդի վրա, ասել քո հավատքը քիչ էր, դրա համար չեղավ բժշկություն, կամ դու չընդունեցիր հավատքով, չվերցրեցիր, Աստված քեզ համար պատրաստել էր, դու չվերցրեցիր։ Միշտ կարելի է ասենց ասել ու չբժշկվելու այդ մեղավորությունը գցել հիվանդի վրա։ Ես չեմ կարծում, որ դա ճիշտ մոտեցում է։ Հրաշք կա, որ Տերը ասում է, այո, քո հավատքը բուժեց, այսինքն քո հավատքը քեզ բժշկեց, բայց հրաշք կա, որ մարդը ընդհանրապես հավատք չունի։ Հարուրապետի ծառան տանը պառկած էր մահամերձ, եւ հարուրապետի հավատքով եղավ այդ բժշկությունը։ Հիմա եթե ասում ենք հավատքը, մեկը ասում է քո հավատքը հերիք չի, որ բժշկվես, չընդունեցիր, այ անհավատության պատճառով Աստված ուզում էր, որ դու բժշկվեիր, բայց դու չբժշկվեցիր, սրա մեջ կարա լինի ճշմարտություն, հիմա կասեմ ինչի, բայց դա սխալ է ասել մարդուն։ Դու էլ եղի հարուրապետը, ես լինեմ ծառան, թող քո հավատքով լինի իմ բժշկությունը։ Կա այսպիսի բան, իհարկե կա։ Կա բժշկություն, Բեթեսդայի ավազանի բժշկությունը, որտեղ այդ 38 տարվա անդամալույցը ընդհանրապես հավատք չուներ։ Ընդհանրապես ոչ էլ գիտեր ով է իրան բժշկողը, անգամ բժշկվելուց հետո չգիտեր ով է։ Եվ սա Աստծո ողորմությունն էր։ Եվ տեսնում ենք, որ Աստված կարա մեկ ուրիշի հավատքով բժշկություն անի, Աստված կարա ընդհանրապես անհավատության մեջ բժշկություն անի, կամ այն տանիքից, որ իջեցնում են անդամալույցին 4 ընկերներով, այնտեղ գրված է, որ Աստծո բժշկարար զորությունը ներկա էր։ Եվ այո, հենց որ ասում է կարա անհավատությունը արգելք լինի, այո, անհավատությունը կարա արգելք լինի, որովհետև Աստծո բժշկարար զորությունը ներկա էր, բայց այնտեղ մենակ այդ մարդը բժշկվեց։ Իսկ մնացածը իրենց անհավատության պատճառով չընդունեցին բժշկությունը։ Տեր Հիսուսը իր հարազատ գավառում գնաց եւ գրված է նրանց անհավատության պատճառով չէր կարողանում բժշկություն անել, չէր կարողանում անհավատության պատճառով։ Այսինքն մենք չենք կարող այսինքն այսքան նշեցի բժշկության հետ կապված, որպեսզի մենք այդպես կանոններից հեռու մնանք, բժշկության համար չկան կանոններ։ Կարա անհավատությունը արգելք լինի, կարա Աստված անհավատության մեջ էլ բժշկություն անի, կարա։ Որն է պարագան, մենք չգիտենք։ Մեզ ասվել է աղոթեք հիվանդների համար, մենք աղոթում ենք, բժշկողը մենք չենք, բժշկողը Տերն է որոշում։ Ինչու Բեթեսդայի ավազանի բժշկության ժամանակ Տեր Հիսուսը շատ հիվանդների կողքով անցավ ու եկավ կանգնեց հենց այդ մեկին բժշկեց։ Ինչու մնացածին չբժշկեց, չգիտենք։ Դրա համար մենք պիտի հուսանք Աստծո ողորմությանը եւ խնդրենք բժշկություն։ Բժշկում է Աստված այսօր էլ։ Այո, մարդիկ կան, որ ընդունում են բժշկություն։ Այո, Տերը ինչ է սովորեցնում, թակեք այնքան մինչև կբացվի։ Կարանք մենք պահանջենք բժշկություն։ Ոչ, կարանք խնդրենք բժշկություն։ Կարանք մենք աղոթելուց հետո ասենք, այ որ դու հավատք ունենայիր կբժշկվեիր։ Չէ, չենք կարող, որովհետև ինչու ես մարդու հավատքը կոտրում։ Այդ անգամ չեղավ բժշկությունը, քաջալերի ասա շարունակենք աղոթել, Աստված ողորմած է։ Գուցե մի օր լինի բժշկությունը, բայց մի քիչ դժվար է սա ասելը, բայց բժշկությունից առավել կարևոր է ապաշխարությունը։ 38 տարվա անդամալույցին, երբ որ Տերը ասեց բժշկելուց հետո գտավ, ասեց դե հիմա գնա ու առանց մեղքի ապրի, որ քեզ ավելի վատ բան չպատահի։ Իմ կյանքում ես տեսել եմ շատ վկայություններ, որ անգամ առանց աղոթքի եղել է բժշկություն, միայն ապաշխարությունից հետո, երբ որ մարդը ապաշխարել է, իր կյանքից հեռացրել է մեղքը, հեռացել է նաև հիվանդությունը։ Հիմա սրա հակառակը կարանք ասենք, որ բոլոր հիվանդությունները մեղքի պատճառով են։ Ոչ։ Տեր Հիսուսն էր սովորեցնում, ասում էր ոչ, դա սխալ վարդապետություն է։ Կան հիվանդություններ, որ մեղքի պատճառով են, այո,
Բոլոր հիվանդություններն են մեղքի պատճառով, ոչ։ Հասկանում ենք, որ այս հարցում օրենքներ չկան, կանոններ չկան, եւ մենք պիտի ձգտենք ապրել Աստծո կամքի մեջ եւ մեղքից հեռու մնալով, բայց միևնույն ժամանակ հիվանդություն ենք բոլորը մեղքի հետ եւ դևերի հետ։ Զգույշ եղեք այս ծուռ վարդապետություններից, մոլորեցնող վարդապետություններից, որոնք ասում են ամեն հիվանդությունը մի հատ դև է։ Իհարկե ոչ, Աստվածաշունչը մեզ նման ուսուցում չի փոխանցում, դա մարդկային երևակայության արդյունք է, առասպել։ Ինչպես որ ավանդական եկեղեցիները իրանց ավանդույթներն են բերում առաջ, այնպես էլ ավետարանական եկեղեցիները նոր ավանդույթներ են մտցնում, ասում են որտեղ է գրված ցույց կտաս, բա այս ինչ մեկն է ասենց սովորացրել։ Նույն ավանդական եկեղեցիներն են ասում, մեր հայրերն են ասենց սովորացրել, հիմա էլ ժամանակակից հայրերը ավետարանական եկեղեցու սովորացնում են մի բան, որը աստվածաշնչյան չի։ Մերժեք այդպիսի հայրեր։ Կամ մարդը կարա սխալվի, եթե 99%-ը լավ է սովորեցրել, այդ մեկն էլ սխալվել է, կարելի է 99-ը վերցնել, այդ մեկը ասել մարդ է, սխալվել է, ոչ թե ասել մարդ, ոնց կարա այս ինչը սխալվի։ Անսխալական միայն Աստված է եւ Աստծո խոսքը։